Հանցնենք հանձնարարականներին։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ հողակին հանձնարարական համար 9 զեկուցել Սուրմալու առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծի մրցույթ հայտարարելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, Սուրմալուի կայարանի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը սեպտեմբերի 24-ին վերահայտարարվել է, հոկտեմբերի 27-ին ակնկալում ենք մրցույթի բացումը, վերահայտարարվել է, որովհետև առաջին անգամ հուլիսին հայտարարելուց հետո մրցույթը չի կայացել դիմումներ չլինելու, մասնակիցներ չլինելու արդյունքում, զուգահեռաբար արդեն պատրաստ է Սուրմալուի հարակից տարածքում քաղաքաշինական զարգացման հայեցակարգի և կայարանի էսքիզի կազմման մրցույթային փաթեթը ակնկալում ենք առաջիկայում նաև այս մրցույթի հայտարարումը և դրան զուգահեռ, ինչպես որ նաև ձեզ մոտ բյուջետային քննարկումների ժամանակ քննարկվեց, ևս երկու մրցույթներ ենք պատրաստում, ժամանակին կհայտարարվի այդ մասին, կզեկուցվի և այս բոլոր 4 մրցույթների ամփոփումը, արդյունքները մեզ հնարավորություն կտան մեկնարկել բանակցային գործընթացներ մասնավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Շնորհակալ եմ Տիկին Բաբայան, հաջորդը։ Հանձնարարական համար 13 զեկուցել Արզումանյան փողոցի համար 10 և համար 17 հասցաներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի մասին։ Պարոն քաղաքապետ, հիշեցնեմ, որ այստեղ դեռևս 24 թվականի մայիսից մեկնարկել ենք օտարման և պայմանագրերի կնքումը, հուլիսից հայցեր ենք ներկայացնել դատարաններ օրենքով սահմանված կարգով և այս պահի դրությամբ կնքված են թվով 61 գույքի պայմանագրեր, ևս մեկը ակնկալում ենք կնքել 21-ին, այսինքն վաղը, և մնացած գույքերի մասում դատավարական գործընթացներ են, 5-ը վարույթ է ընդունվել, մնացածը դեռևս մերժվել են, հայցադիմումները վարույթ չեն ընդունվել, սա ընդհանուր վիճակն է։ Մեր ներկայացրած հայցադիմումները։ Այո։ Ինչու չեն ընդունվել վարույթ։ Տարբեր տեխնիկական պատճառներով, այդ թվում համակարգի, թվային համակարգի և այլ ձեզ առանձին մանրամասն այդ մասով կներկայացնենք և նաև այս իրավիճակը պաշտոնապես գրել ենք պատկան գերատեսչություններ, որպեսզի համակարգի հետ կապված որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն։ Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ Արզումանյան 10 և 17 շենքերի հետ կապված երկուսն էլ 4-րդ կարգի վթարային շենքեր են Երևանի քաղաքապետարանը զարգացման հայեցակարգի և կայարանի էսքիզի կազմման մրցույթային փաթեթը ակնկալում ենք թվականի հոկտեմբերին շարունակում ենք քննարկել, որ որոշ մարդիկ այնուամենայնիվ չեն գիտակցում, որ ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում և որ շենքը կարող է փլուզվել և Երևանի քաղաքապետարանը այստեղ ուղիղ պարտավորություն և պարտականություն չունի։ Հատուկ ուզում եմ շեշտել, սա մենք անում ենք, որովհետև հասկանում ենք, որ մարդկանց անվտանգությունը ամենից վեր է, բայց կան բնակիչներ, ովքեր որ փաստացի 0 արժեք ունեցող իրենց գույքը, 0 դրամ արժի, 4-րդ կարգի վթարային շենքում յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր հասարակական տարածք, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, սիրելի Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչներ, արժի 0 դրամ, որովհետև ինքը փլուզման ենթակա է։ Եվ Երևանի քաղաքապետարանը առաջարկել էր ծրագիր, որով որ 10 և 17 շենքերի բնակիչներին մենք կվերաբնակեցնենք, այդ տեղերում կկառուցենք նոր շենքեր և համապատասխանաբար կփոխհատուցենք արդեն բնակարաններով նույն բնակիչներին, ովքեր որ ունեն 0 դրամ արժողությամբ բնակարաններ այդ հասցեներում։ Այսինքն 0 դրամը պետք է դառնար բնակարան։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այս դատական գործընթացներով խնդիր են ստեղծում, թող իրենց պատասխանատվության բաժինը համապատասխանաբար գիտակցեն, որովհետև ինչքան կարանք եւս 3 տարի այս process-ները իհարկե տանենք, բայց Տիկին Բաբայան անկեղծ ասած, սա ձեզ չի ազատում
պատասխանատվությունից, որ դուք հիմա ինձ ասում եք ինչ որ բաներ դատական հայցեր ունենք, որոնք որ մերժվել են։ Դա ինձ չի հետաքրքրում ինչ պատճառով, տեխնիկական, ոչ տեխնիկական, դա ձեր պատասխանատվությունն է եղել։ Իհարկե, պարոն քաղաքապետ։ Տիկին Բաբայան, հիմա պետք չի էլի պատասխանել։ Հիմա բնակիչները կարան չգիտակցեն, որ այդ շենքը փլվում է ոչ միայն իրենց գլխելը, մի բան էլ կարող է նրանք առհասարակ այդ բաներ կան, չէ՞։ Մի մասը առհասարակ նույնիսկ այնտեղ էլ չի բնակվում։ Հիմա տենակ դատարանով կարող է մի բան ավել։ Հիմա դատարանը որ փորձաքննություն նշանակի, մեկը գնահատի այդ բնակարանները։ Գնահատողը որ մոտենա այդ շենքի ճաքերը տենա, եզրակացությունը կարդա սեյսմիկի, տեսնի 4 ռիսկայնության վթարային շենք է, ի՞նչ է գնահատելու այդ շենքը, որը իրենք հիմա առնվազն կամ այդ հասարակական տարածք կամ ավել ելնելով, որ նոր շենքը 0.1 դրամ։ Ուզում եմ հասկանամ, լավ, վերջը ի՞նչ է լինելու, ասենք ինչ են պատկերացնում, որ այդ ձգձգումներով ինչ պետք է անենք։ Մոտավորապես էլի դրա վերջը ի՞նչ է։ Ասեմ ինչ է դրա վերջը, եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլվելու են, ուղղակի փլվելու են, ու պատասխանատվությունը այո, առաջին հերթին լինելու է նրանց վրա, ովքեր որ ամեն կերպ խոչընդոտում են ծրագրի իրականացմանը, թող բոլորը սենց պարզ շիտակ իմանան, մենք նախորդ 2 տարվա ընթացքում մոտ 70 բնակարաններ ենք հատկացրել 70 ընտանիքների։ Երբ պետք է գնայինք ամեն ընտանիքի հետ, տենց գեղեցիկ նկարվեինք մի հատ էլ, որ ցույց տայինք, որ Երևանի քաղաքապետարանը նման ծրագիր է իրականացնում, որ բոլորը իմանան դրա մասին։ Բայց Ժողովուրդ ջան, ասենք, ոնց է, ասենք, ուզում ենք ձեզ օգնենք, դուք չեք ուզում մենք ձեզ օգնենք։ Ինչ անենք մենք, լավ։ Կարանք ձեռներներս լվանք, ասենք Ժողովուրդ ջան, Երևանի քաղաքապետարանը այստեղ պարտավորություն չունի։ Չունի։ Մենք անում ենք հաշվի առնելով, որ դա մեր քաղաքացիներն են, այն մարդիկ են, ովքեր որ ապրում են վտանգավոր պայմաններում։ Ու ինչ որ մի մասը այդ քաղաքացիները ասում են, չէ, գիտեք, մի 42 քառակուսի մետր ինձ ավել տարածք տվեք, հետո լավ։ Հետո շատ լավ։ Թող դատարանը որոշի փորձաքննություն, բոլոր այն մարդիկ, ովքեր որ դիմադրում են, փորձաքննություններով, իրենց հետ միայն այդ փորձաքննություններով եւ գնահատված արժեքով հարցը կլուծվի։ Չի կարելի այդպես վերաբերվել հանրային վտանգավորություն ունեցող շենքեր են դրանք։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Պարոն քաղաքապետ, ուղղակի մի դետալ ճշտեմ էլի, այդ որ ասացիք քաղաքացիներ կան ասում են մեզ ավել տարածք տվեք, որպեսզի տպավորություն չլինի, որ ինչ որ մեկին պակաս է առաջարկվում։ Ծրագրի հիմքում սկզբունք էր դրվել, վստահ եմ չի փոխվել, որ առնվազն այն քառակուսի մետրո, որը իրենք հիմա ունեն, առնվազն այդքան պետք է տրվի, կամ ավել ելնելով, որ նոր շենքը կարա ավել տարածք, այսինքն քիչ տարածքի մասին խոսք չի գնում, ուզում ես հատուկ ճշտեինք էլի։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, այո, այդ հատվածը մոռացա նույնիսկ շեշտել, որ այսինքն մենք փաստացի 0 արժեք ունեցող 42 քառակուսի մետր գույքի փոխարեն առաջարկում ենք, ասենք, մի 50 քառակուսի մետր գույք արդեն իսկ նորակառույց շենքում։ Եվ կան մարդիկ, ովքեր որ դիմադրում են, եւ նրանց քանակը այդքան էլ քիչ չի։ Փաստացի 14-ն է 61-ից։ Ինչ ասեմ։